Պատվաշան դատարան միջ քննարկվող առարկային հարցին անդրադառնալը ձեր դիտողությամբ շատ հարցեր կփորձեմ ձեր դիտողությամբ արձագանքել արգելի պաշտպան Տիկին Զավոյի Կոստանդյանի եւ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի կողմից բարձրացված հարցերին միանշանակ համաձայն եմ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական արարք կատարած անձը, անկախ նրանից, ինչը հետական անձը, պետք է օրենքի առջև պատասխան։ Մյուս հնչեցրած կարծիքներին ինչ էլ որ անվանվի այս գործի նախաքննությունը կամ գործին վերաբերող փաստերը, ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակի ընթացքում, երբ որ հետազոտեն ապացույցները, իրականությունը նաև հայտնի դառնա դատավարության ոչ մասնակիցներին, ապա կկազմվի այդ կարծիք։ Սա էս կան։ Հիմա ներկայացված առաքիչ հարցի դառնամ։ Պատվաշան դատարան նախաքննության ընթացքում Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես թափանցուց կիրառվել է կալանքը եւ սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը բացառությամբ Մերձավոր ազգականների քննարկի անդամների։ Դատարանների կողմից արձանագրվել է, որ քրեական բարոյթում առկա են բավարար հաստատական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Մեղադրյալը առնչություն ունի իրեն դրսևորվող անձավոր արարքի կատարման հետ։ Ընդ որում այս Արաքչիացյանի դատարանի որոշումը բողոքարկվել է եւ դերակնիչ կարծիքը դատարանը համաձայն է եղել Արաքչիացյանի դատարանի դիրքորոշման հետ։ Առնվազն մեծ իրավաբաններից քաչ հայտնի է, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի փուլում, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ ավելի խորացված դիրքորոշումներ հայտնելը կամ այդ հարցի վերաբերյալ ավելի խորացված կամ ավելի խորությամբ վերլուծություններ իրականացնելու անհրաժեշտություն առկա չէ եւ այս հանգամանքը արձանագրվել է նաեւ վճռապետ դատարանի նախադեպային որոշումներով, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ընդհանրապես արձանագրենք, որ այո, քրեական գործում առկա փաստական տվյալները վկայում են հիմնավոր կասկածի առկայության մասին։ Եվ այս տրամաբանությամբ, որ պետք է խորացված քննություն առարկա դառնա հիմնավոր կասկածը, կայանում է տրամաբանությունը էությունը նրանում, գաղափարախոսությունը, որ եթե այս հարցի կապակցությամբ գործաեստեյության քննող դատարանը դիրքորոշում հայտնի, ապա ակամայից կստացվի արդեն որոշակի կամ կդիտարկվի առնվազն կողմնական դատարան։ Հետևաբար, արձանագրելով, որ քրեական բարոյթով ձեռք են բերվել բավական տվյալներ հիմնավոր կասկածը հաստատելու համար, պատվաշան դատարան ձեր դիտողությամբ անցնեմ թափան միջոց կիրառված կալանքի հիմքեր։ Շնորհակալություն։ Եվ պետք է կրկին արձանագրեմ, որ Արաքչիացյանի դատարանի կողմից բարոյթ իրականացնող մարմինի միջնորդության քննարկման արդյունքում հանգել այն հետևության, որ քրեական բարոյթում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ առկա է բարձր ռիսկային հավանականություն, ռիսկ առ այն, որ Մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Լավ, ձեր զգացողությունները խնդրում եմ Առավել ևս որևէ ծավալման կողմից չէ։ Եվ երկրորդը, որ ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում որպես Մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, այդ թվում անօրինական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։ Արաքչիացյանի դատարանի այս արձանագրումները եւ առհասարակ որոշումը հարգելի պաշտպանների կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ իր համաձայնություն է տվել Արաքչիացյանի դատարանի արձանագրումներին։ Եվ դրանից հետո
ունենք ընդհանրապես մեկ իրավիճակի փոփոխություն, կամ իրավիճակի մեկ փոփոխություն, դա այն է, որ քրեական գոհարույթը մեղադրական եզրակացությամբ արդեն հանձնվել է դատարան, որպեսզի այս հանգամանքը չարծացվի եւ որևէ կերպ փորձ չարվի դիտարկել, որ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնել է արդեն այնպիսի իրավիճակի փոփոխություն է, էական փոփոխություն, որ կարող է հիմք հանդիսանալ խափան միջոցի փոփոխման համար, ապա շտապ եմ արձանագրել եւ վկայակոչել, համոզված եմ հարգելի պաշտպանների նույնպես հայտնի վճռաբեկ դատարանի նախատիպային դիրքորոշումները, որ զուտ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված լինելու կամ հանձնվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ նախկինում ընտրված խափան միջոցի հիմքերը որևէ կերպ նվազել են կամ զերոացվել են։ Շարունակեմ։ Ես ուզում եմ քննարկման առարկա դարձնել, թե ինչ հանգամանքներ են ի հայտ եկել այն պահից հետո, երբ ընտրվել է խափան միջոցը, այս օրվա դրությամբ, որոնք կարող են հիմք հանդիսանալ խափան միջոցը փոխելու համար։ Իմ գնահատմամբ այդպիսի էական որևէ հանգամանք ի հայտ չի եկել եւ շարունակում են պահպանվել նույն ռիսկայնությամբ նախկինում արձանագրված հիմքերը։ Փորձեմ անդրադառնալ մեկ առ մեկ։ Առաջինը, ինչպես արդեն նշեցի, առաջի ատյանի դատարանի կողմից այդ հիմքի հիմնավորում վկայակոչվել են մի քանի հանգամանքներ։ Առաջինը, վկայակոչվել են այն փաստը, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ներկայումս, եթե հիշողությունս չի դավաճանել, նույն դատարանում քննվում է մեկ քրեական գործ, որը առերևույթ վկայում է, որ անձը առերևույթ կատարել է փաստորեն մի քանի հանցավոր առերևույթներ, տրվում եմ առերևույթ, եւ այս հանգամանքը դատարանների արձանագրմամբ եւ նաեւ իմ համոզմամբ որոշակի չափով վկայում է անձի հետագայում դրսևորվող վարքագծի մասին։ Հաջորդ շատ էական է նաեւ քրեական գործում գործով ձեռք բերված եւ այդ թվում նաեւ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների իհարկե ոչ բովանդակային, բայց այդ ապացույցներից որոշակի փաստերի վկայակոչում, որը իմ կարծիքով հաստատում է այդ հիմքի բարձր ռիսկայնությունը։ Մասնավորապես, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ունեն խոսակցություններ, որից մասին համոզված եմ եւ դատարանն է արդեն հասցրել որոշակի ոչ ամբողջ բնույթ եւ հարգելի պաշտպանները ցանոթացել, որոնք վկայում են կամ ավելի ճիշտ, ավելի կոնկրետ, որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում են նաեւ հետագայում անօրինական գործողություններ առերևույթ հանցավոր հանրարդներ կատարելու մասին։ Եվ այդ երկու հանգամանքների համակցությունը իմ խորին համոզմամբ այո վկայում է, որ արտա է եղել այդ հիմքը բարձր հավանականությամբ եւ այս պահի դրությամբ շարունակում են դրանց իրավաչության պայմանները խափան միջոցի եւ այդ ռիսկը այո հիմքը նույն ռիսկայնությամբ պահպանվում է։ Հաջորդ հիմքը, որ դատարանի կողմից արձանագրվել է, ինչպես արդեն նշեցի, դա այն է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ղուկասյանը հնարավոր է չկատարել իր վրա դրված պարտականությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությամբ եւ անօրինական ազդեցություն գործադրի ժողովրդական կերպով ասած վկաների եւ գործով անցնող մյուս անձանց նկատմամբ։ Ինչու է այս ռիսկը առկա եւ ինչու է դրա ռիսկայնությունը բարձր։ Նախարարինը ուզում եմ վկայակոչեմ եւ արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն ինքն էլ արձագանքեց եւ բացահայտեց, իհարկե կարծում եմ բոլորիս նաեւ դա հայտնի է, որ ունի բավականին ճանապարհ անցած եւ ժամանակի ընթացքում եւ մինչեւ կամ այսպես ասեմ, առերույթ հանցանք կատարելու ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն, անհերքելի է որոշակի հեղինակություն ունենալու հանգամանքը,
Եվ հաշվի առնելով, որ սույն քրեական գործով առնչվում են նաև կամ առնչվել բառը միգուցե տեղին չի, դատակոչով վկայակոչված անձանց, անձին կամ դրանց գերակշռու մասը աշխատել են նաև նույն կառույցում, Շարունակեք։ Մեղադրյալ դեռեք մի ընդհատեք, ձեզ հնարավորություն կտրվի բոլոր ներկայացված դիտարկումներին պատասխան ներկայացնել։ Տեղից չխոսեք։ Ներողություն ասում եք, ասենք Հարկաջան մեղադրյալը խոսում է, կամ մեր պարոն Կասյան ասում, Թե խնդիր է առաջանում հետագա շարունակության հետ կապված, որպեսզի իրավիճակը ոչ մի բան չեմ արձանագրում, հետագա սրացում ստանա, դրա համար դրական խնդրեմ հարգելի հանրային մեղադրող շարունակեք։ շնորհակալություն պատասխանատու